Արմ ռադիոյի եթերում լրատվության ժամն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այսօր եթերում Հայաստանում երկրորդ մարտի 1 չի լինելու, Իսկանդարյան։ Ահարոն Ադիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգի մասին, մահացել է Վանուշ Խանամիրյանը։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի։ Այն, որ Ֆրանսիայի նախագահն իր տարածաշրջանային այցի ընթացքում Հայաստանում ավելի երկար ժամանակով է լինելու, քան Հարավային Կովկասի մյուս պետություններում, խոսում է երկու երկրների վաղեմի բարեկամության մասին։ Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը։ Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, առկա է համագործակցություն տարբեր ուղղություններով։ Քաղաքագետի կարծիքով Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան նաև ներքաղաքական նշանակություն ունի հենց իր համար։ Ֆրանսիայում սպասվում են ընտրություններ, իսկ ըստ էության Նիկոլա Սարկոզիի վարկանիշն այնքան էլ բարձր չէ։ Ֆրանսիայում կա կազմակերպված, ազդեցիկ եւ մեծ հայկական համայնք։ Այդ իսկ պատճառով ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիների աջակցությունը շատ է կարևորվում։ Ֆրանսիայի նախագահի այցին է անդրադարձել նաև հայազգի աշխարհահռչակ շախմատիստ, Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը։ Նա Նիկոլա Սարկոզիի այցը հարավկովկասյան տարածաշրջան նշանակալից է համարում, քանի որ ընդգծում է Հարավային Կովկասի կարևորությունը Եվրոպայի համար։ Կասպարովն ընդգծել է, որ այս արևմուտքն այլևս մտադիր չէ հաշտվել ռուսական քաղաքականության հետ եւ քայլեր է ձեռնարկում համաձայնագրի ամբողջական իրականացման համար։ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այն աստիճան լարված չէ, որ երկրորդ մարտի 1 տեղի ունենա։ Նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Առաջիկայում խորհրդարանական, այլ ոչ թե նախագահական ընտրություններ են, իսկ բազմաթիվ կուսակցություններ հայտարարել են, որ միայնակ են մասնակցելու դրանց։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ այնպիսի միասնականություն, ինչպիսին նախորդ նախագահական ընտրություններին էին, չկա։ Թեման մանրամասնում է Աննա Գզիրյանը։ Հայաստանում ներքաղաքական ակտիվությունը չի ավելանա, կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Հաճախ խոսվում է այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը կողմնակիցների թիվն ավելացնում է, որպեսզի լուրջ ճնշում գործադրի իշխանությունների վրա։ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով ակնհայտ է, որ չկա 100,000 եւ ավելի մարդ, իսկ դա նշանակում է, որ երկրորդ մարտի 1-ը դժվար թե լինի։ Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ազդեցիկությանը, բանախոսը նշեց, որ այն ընդդիմության դաշտում միատարր չէ։ Ըստ նրա, անընդունելի է ընդդիմություն ասվածի ներքո միայն Հայ ազգային կոնգրեսը դիտարկելը։ Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ հակում եղել են մարդիկ, ովքեր դուրս են եկել այնտեղից եւ փորձում են ստեղծել այլ քաղաքական կառույցներ։ Ես լինում եմ Հայ ազգային կոնգրեսի ցույցերին եւ տեսնում եմ, որ նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր ավելի ռադիկալ են, քան Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ նրանց դուր չի գալիս որոշ դրույթներ նրա ռետորաբանության մեջ։ Խոսելով Ռուսաստանի ներքաղաքական վերադասավորումների սցենարի Հայաստանում հնարավոր կրկնության մասին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ դրանք առնվազն միամիտ դիտարկումներ են։ Նա ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինի վարչապետ դառնալուց հետո Ռուսաստանի ներքաղաքական կյանքում արմատական փոփոխություններ չեն եղել։ Վարչապետ Պուտինը շարունակել է պահել իր ազդեցիկությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն իրական լինի, քաղաքագետի կարծիքով միևնույն է չի կարող Ռուսաստանի սցենարը կրկնվել։ Հայաստանում եւ Ռուսաստանում բոլորովին տարբեր իրավիճակներ են։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ չէ։ Ռոբերտ Քոչարյանը իշխող կուսակցական առաջնորդ չէ։ Նա այն մարդը չէ, ով լրջորեն վերահսկում է Հայաստանի ներքաղաքական կյանքը եւ վերադառնալուն պես կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ ընդհանրապես վերջերս Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցում ոչ մի նոր բան չի ասվում։ Այս թեման բազմիցս է քննարկվել։ Հարկ չկա սա ներկայացնել որպես սենսացիա։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Քաղաքական գործընթացները սկսել են զարգանալ բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում եւ հենց դա էլ այսօր նկատելի է։ Երկրի տիրող ներքաղաքական իրավիճակի մասին այսօր նման տեսակետ է հայտնել Ժառանգություն խմբակցության падգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Մանրամասները ներկայացնում է Լուսինեն Նորեկյանը։ Երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը բավականին ակտիվ է, գալիք ընտրություններին իշխանական կուսակցությունները այս գործողություններն ավելի վաղ են սկսել, իսկ այսօր դրանք կամաց-կամաց սկսում են դարձնել հրապարակային եւ այստեղ հատկապես մեծ կիրառություն են ստանում քարոզչամիջոցները։ Բանախոսները նկատի ունեն թեկուզ իշխանություն ընդդիմություն սկսված ու արդեն ընդհատված երկխոսությունը։ Մասնավորապես այս հարցում Արմեն Մարտիրոսյանի կարծիքն այն է, որ նման քայլերը կոչված է լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները։ Երկխոսությունը կշարունակվի թե չի շարունակվի, այդքան էլ էական չէ, որովհետև այդ երկխոսության արդյունքում հասարակությունը իր խնդիրները լուծված չէր տեսնելու։ Բնականաբար այդ երկխոսության արդյունքում
գնաճը չէր իջնելու, բնականաբար այդ երկխոսության արդյունքում տնտեսական դաշտը չէր ազատականանալու։ Պատգամավորի դիտարկմամբ այս ընթացքում երկու կողմերն էլ ցանկանում էին ժամանակ շահել, ինչն էլ նրանց մոտ ստացվեց։ Ըստ Մարտիրոսյանի իր համար հատկապես կարևոր է, որ պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն, ու եթե նման գործընթաց չկա, ապա երկխոսությունը Մարտիրոսյանի կարծիքով անիմաստ է։ Շատ եմ կարևորում, որ քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարություն ստանձնեն այն ուժերը, որոնք ամենակիչ ձևով են ընդգրկված տնտեսության մեջ, չունեն բիզնես շահեր եւ իրենց գործունեությունը բացառապես հետապնդում է քաղաքական նպատակներ։ Արմեն Մարտիրոսյանը համարում է, որ այդ առումով ժառանգության գործունեությունը եղել եւ մնում է միայն քաղաքական, միևնույն ժամանակ ավելացնելով, որ հաղթանակի դեպքում իրենք կանցնեն նոր սահմանադրության ընդունմանը։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ ԵԽԽՎ-ն փակեց մարտի 1-ի էջը վերապահումով։ Հայաստանի վերաբերյալ իր ընդունած թիվ 1837 բանաձևում պահպանեց մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջնականապես համարել փակված ձևակերպումը, լրացնելով, որ 2008 թվականի մարտի դեպքերի էջը կարելի է վերջնականապես համարել փակված, սակայն միաժամանակ կշարունակվի մոնիտորինգը Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական պարտավորությունների, ներառյալ մարտի 1-յան 10 սպանությունների հետաքննության ուղղությամբ։ Բանաձևն ընդունվել է 40 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ։ Ձեռնպա քվեարկել են ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել քվեարկությանը։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը բազմաթիվ քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել։ Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի անցկացված սոցհարցումները որոշ դիտարկումների առիթ են հանդիսացել։ Ներկայացնում է Զարուհի Մեջլումյանը։ Ռոբերտ Քոչարյանը մեր բոլոր 3 նախագահներից ամենաամբիցիոզն էր։ Ազդակակումբի հյուր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսպես բնորոշեց Հանրապետության երկրորդ նախագահին։ Միևնույն ժամանակ, սակայն շեշտեց, որ Քոչարյանի վարկանիշն այսօր ամենևին էլ բարձր չէ։ ՀԿ-ի վարկանիշը ավելի բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանինը։ Նա ներկայիս քաղաքական դաշտում հետ ամնում Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Գագիկ Ծառուկյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռաֆ Հովհաննիսյանից, նոր գալիս Ռոբերտ Քոչարյանը 6-րդն է։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության համատեքստում վարչապետ Սարգսյանի արած մեկնաբանությանը, ըստ որի նախկին ու ներկա նախագահները մարտական ընկերներ են, ու որ նրանք միասին կարող են առավել մեծ ուժ ներկայացնել, սոցիոլոգը նշեց։ Ես վստահ եմ, որ Սերկասյանը դիրքերի ամրապնդման կարիք չունի, նա բավականին ուժեղ է եւ ամուր է կանգնած իր ոտքի վրա եւ հենվում է կոալիցիոն ուժերի վրա, դա առաջինը, երկրորդ Ռոբերտ Քոչարյանի ամբիցիոզ դիրքը շատ բաներում Սերժ Սարգսյանի շնորհքն է, նա ղեկավարում էր երկու նրա նախընտրական շտաբը։ Ահարոն Ադիբեկյանը Քոչարյանի վերադարձը քաղաքականություն համարեց աբստրակտ հնարավորություն, որը զուրկ է գործնական հիմքերից։ Այնպես որ 3 առումներով անձնական հատկանիշ եթե նա փորձում է գալ իշխանության թուլը, փորձել ՀԿ-ին ենթադրել իրեն կամքին բավականին թուլ է, ունի խոցելի կետեր, որը քննադատության թիրախ կարող են դառնալ, այնպես որ նրա վերադարձը, եթե լինի, պետք է լինի բավականին սահմանափակ, հստակ նշված, որ մեր քաղաքական դաշտի, այսպես ասած, ջրերը շատ չփոխտորվեն։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Ջավախահայ հասարակական քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը վրացական իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի 6 խիստ ռեժիմի գաղութում, Երկիր միությանը հեռախոսի միջոցով տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ից անժամկետ հացադուլ է սկսել։ Վահագն Չախալյանը տեղեկացրել է, որ հակառակ իր պահանջների բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը, նշում է Երկիր միությունը։ Սեպտեմբերի 14-ին Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ վերջին շրջանում վրացական իշխանություններն ուժեղացրել են Ջավախահայ գործչի նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում նաև բանտային պայմանների էական խստացման միջոցով։ Հայաստանի Հանրությունը մեծ կորուստ է կրել։ 84 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի երկարամյա ղեկավար Վանուշ Խանամիրյանը։ Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշխատել Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում։ 1968 թվականից ղեկավարել է Հայաստանի Պարի պետական անսամբլը։ Օգոստոսի սկզբին հայ պարարվեստի լեգենդը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բուժման կուրսեր անցել։ Նրա մահը սգում են նաև շարքային քաղաքացիները, ում համար նա սիրված մշակութային գործիչներից մեկն էր։ Շատ մեծ ավանդ ունի պարարվեստում անավանդ, հոգով սրտով
ամբողջությամբ ազգի նվիրված մարդ էր։ Լուսավոր, էներգետիկ, ես էլ շտապօգնության բուժքույր եմ։ Իրա բարերին միշտ գնացի հերթապայել ենք, ասենք ընդ որ բաներ չի անցկացնելու պարատներին, բաներին, շատ բառ չեն գտնում, որ ասենք։ Արվեստագետ բարի մարդ էր, ափսոս, ողորմիրան։ ՏՏ արդյունաբերությունը կորցրել է մարդ լեգենդին, մահացել է Սթիվ Ջոբսը։ Apple ընկերության հիմնադիրն ու նախկին ղեկավարը մահացավ հոկտեմբերի 5-ին, 57 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, հարգելով նրա հիշատակը, նշեց, որ Սթիվն ամերիկացի մեծագույն նորարարների շարքում է, բավականին համարձակ, բոլորի պես չմտածելու, բավականին վճռական, աշխարհը փոխելու սեփական կարողություններին հավատալու եւ բավական տաղանդավոր դա անելու համար, ասվում է Օբամայի հայտարարությունում, հաղորդում է BBC-ն։ Եթե Հայաստան-Մակեդոնիա վաղվա խաղում Հայաստանի հավաքականը հաղթի, իսկ Ռուսաստանն էլ ոչ ոքի խաղա, ապա կգրավենք երկրորդ տեղը։ Երկու խաղերում էլ ազգային հավաքականի հաղթելու, իսկ Ռուսաստանի պարտվելու սցենարով էլ Հայաստանը կգրավի առաջին հորիզոնական եւ կսպասի Ուկրաինայի ու Լեհաստանի հետ հանդիպումներին, արդեն բուն առաջնությանը։ Այսօր ազգային հավաքականի մարզչական շտաբը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակել է թիմի կազմը եւ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մանրամասնում է Սոնա Կարապետյանը։ Ազգային հավաքականի մարզիչը նախ եւ առաջ տեղեկացնում է, որ ֆուտբոլիստները բավական լավ են նախապատրաստված վաղվա հանդիպմանը։ Բացի այդ, մեծ է պատասխանատվության զգացումը։ Այսպես կոչված 12-րդ մարզիկի, այսինքն հանդիսատեսի մոտ բավական մեծ է ակտիվությունը։ Ասվածի վառապացույցն այն է, որ Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը սպառվել են արդեն իսկ մի քանի օր առաջ։ Առաջիկա խաղից թե ինչ սպասելիքներ ունի ֆուտբոլասեր հայ հասարակությունը, փորձեցինք պարզել հենց իրենցից։ Վերջին հաջողությունները ուղղակի ապշեցուցիչ էր։ Վերջապես զգում ես, որ արդեն Հայաստանը ֆուտբոլի թիմ ունի։ Վաղվա խաղի հետ կապված բոլորի ցանկությունն էլ է, որ հաղթենք։ Բայց գիտեք ինչ, սպորտի մեջ չի կարելի կանխագուշակումներ անել։ Պետք է որ հաղթե, առնվազն 2-0, եւ նկատի ունենալով, որ ընդամենը 2 միլիոն ժողովուրդ է, եւ կմրցակցի 10, 20, 30 միլիոն ժողովուրդներու թեմ, այդ կնշանակի, որ մենք պետք է ահավոր հբարդը զգալու դեղ ունենանք։ Զգում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու, 1-0 էլ հաղթեն հերիք է։ Սոնա Կարապետյան, Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ 219 մարդ է զոհվել եւ 2399 մարդ է վիրավորվել այս տարի Հայաստանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարների հետևանքով, որոնց թիվը հասնում է 1631-ի։ Հայաստանի ճանապարհային ոստիկանության տվյալներով նկատվում է պատահարների աճ։ Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների թիվն աճել է 209-ով, զոհվածների թիվը 20-ով, վիրավորներինը 426-ով։ Ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ գնդապետ Նորայր Սարգսյանը պատահարների քանակի ավելացումը բացատրում է մեքենաների հոսքի ավելացմամբ, ինչպես նաև ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ։ Այստեղ կա նաև արհեստական աճ, որը կապված է ԱՊԱ համակարգի ներդրման հետ, այսինքն բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները գրանցվում են, բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդները կանգնում են պատահարի վայրում, կանչում են ԱՊԱ բյուրոյի աշխատակիցներ, կանչում են ճանապարհային ոստիկաններ, բոլոր տրանսպորտային միջոցները գրանցվում են որպես մասնակից ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Մամուլի տեսություն։ Հայկական ժամանակը երկու մտրակ եւ ոչ մի թխվածքաբլիթ վերնագրով հոդվածում նշում է, որ նախորդային Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը 40 կողմ 3 դեմ եւ 1 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վիճակի մասին բանաձևը։ Թերթը նշում է, որ չնայած այն դրական է գնահատել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակում 10 զոհերի գործերի քննության վերաակտիվացումը եւ ընդդիմության ու իշխանության երկխոսության հանգամանքը նշանակում են, որ մարտի 1-ի էջը կարելի է վերջապես համարել փակված։ Եվրախորհրդում հակներկայացուցիչ հայկական ժամանակի պնդել է, թե շուրջօրյա հանրահավաքների նոր ալիքի պարագայում ԵԽԽՎ բանաձևը կատարյալ անախրոնիզմ է։ Ժողովուրդ թերթը պնդել է, որ բացահայտված հանցախումբը իրականում կատարել է միայն ազգային ժողովի նախկին падգամավոր Նապոլեոն Ազիզյանի եւ Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյանի առանձնատների կողոպուտները։ Ըստ թերթի մյուս հանցագործությունները ոստիկանությունը բանդայի վրա է բարթել հին խորհրդային սովորույթի համաձայն, երբ բռնված հանցագործի վրա են բարթում նմանատիպ բոլոր հանցագործությունները։ Չորրորդ իշխանությունը կրկին անդրադարձել է Ազատության հրապարակում շարունակվող շուրջօրյա հանրահավաքներին։ Թերթը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն իգիտություն է ընդունել հոկտեմբերի 8-ի հանրահավաքի մասին տեղեկությունը։ Չորրորդ իշխանության փոխանցմամբ նախորդի հանրահավաքի գլխավոր թեման եղել է արտագաղթը։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ կան արտագաղթի օբյեկտիվ պատճառներ, որոնցից ամենակարևորը շրջափակումն է։ Ըստ առաջին նախագահի, մեր երկիրը չունի ծով, ինչը նավթին հավասար հարստություն է համարվում։
168 ժամը ներկայացրել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությունը ՀԱԿ հանձնահավաքների վերաբերյալ։ Նա նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ծուղակը կընկնի, եթե հայտարարի, որ շուրջօրյա հանձնահավաքներն ինքնաբուխ են։ Ըստ Թովմասյանի, ինքնաբուխ հանձնահավաքը 6 ժամից ավել չի կարող տևել։ Թովմասյանն առաջին նախագահի իրավաբաններին խորհուրդ է տվել կարդալ, թե ինչ է իրականում ինքնաբուխ հանձնահավաքը միջազգային չափանիշներով եւ մեր օրենքներով։ Քանի դեռ այն խաղաղ է, գոյության իրավունք ունի, թեպետ նրա մասնակիցների եւ կազմակերպիչների համար այդ դեպքում նախատեսված է համապատասխան պատասխանատվություն, ասել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Հրապարակն անդրադարձել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցուպատասխանին։ Հովհաննիսյանը փորձել է պարզել, թե ինչ նպատակ ունի Հայաստան 3500 խորագիրը կրող ծրագիրը, որի նպատակը Հայաստանում եւ Արցախում 3500 հայերին վերաբնակեցնելն է։ Ըստ այդ ծրագրի այդ հայերը միջինը կբերեն $50,000 եւ կզարգացնեն տնտեսությունը։ Վահան Հովհաննիսյանը նախարար Հակոբյանին հարցրել է, թե արդյոք դա նշանակում է, որ գործում է Հայաստանը դու ես, եթե ունես $50,000։ Նախարարը պնդել է, թե նման ծրագրի հետ Սփյուռքի նախարարությունը կապ չունի եւ գերատեսչության կայքում նման տեղեկություն չի կարող լինել։ Վահան Հովհաննիսյանի պնդելուց հետո Տիկին Հակոբյանը խոստացել է ճշտել տեղեկության իսկությունը եւ տեղյակ պահել падգամավորին։ Թողարկման վերջում հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը գնվում է 375-ով, եվրոն 500-ով, օդի ջերմաստիճանն այժմ +21 է։